Բարև, պատկերացրեք արդեն 30 տարեկան եք, ձեզ հասուն մարդ եք համարում, սակայն ձեր ուղեղը դեռ դեռահաս է։ Ոչ թե փոխաբերական, այլ ուղիղ իմաստով։ Քեմբրիջի նեյրոկենսաբանների նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ուղեղի զարգացման դեռահասության փուլն ավարտվում է միայն 32 տարեկանում, ու սա մասշտաբային աշխատանքի անսպասելի հայտնագործություններից միայն մեկն է։ Գիտնականները վերլուծել են նորածնից մինչև 90 տարեկան 3802 մարդու ուղեղի մագնիսա ռեզոնանսային շերտագրության սկանները։ Այդ նպատակով օգտագործվել է դիֆուզիոն տոմոգրաֆիա, մեթոդ, որը հետևում է ուղեղի հյուսվածքներում ջրի մոլեկուլյար շարժմանն ու թույլ է տալիս տեսնել նեյրոնային կապերի ճարտարապետությունը։ Ստացվել է կյանքի ընթացքում ուղեղի փոփոխության մանրամասն քարտեզ։ Պարզվել է, որ ուղեղի զարգացումը ոչ թե hardcore է, այլ 4 շրջադարձային պահերից բաղկացած շղթա, որոնք տեղի են ունենում մոտավորապես 9, 32, 66 եւ 83 տարեկանում։ Դրանց միջև 5 կայուն ժամանակաշրջան է, որոնցից յուրաքանչյուրը ունի սեփական նեյրոնային կազմակերպվածությունը։ Առաջին փուլը տևում է մինչև 9 տարեկան, դա բուռն վերադասավորումների ժամանակաշրջան է։ Երեխան ծնվում է ավելորդ սինապսների ահռելի քանակությամբ ու ուղեղն ակտիվորեն կարգուկանոն է հաստատում, վերացնում է անպետք կապերը, ամրապնդում կարևորները։ Մոխրագույն ու սպիտակ նյութնաճում են, կեղևը հասցանում, ձևավորվում է բազային նեյրոնային ստրուկտուրան։ 9-ից 32 տարեկանում շարունակվում է դեռահասության փուլը, որը շատ ավելի երկար է տևում, քան համարվում էր։ Այս ընթացքում ուղեղը կենտրոնացած է արդյունավետության վրա։ Այն կրճատում է նեյրոնների միջև ուղիները, օպտիմալացնում տարբեր հատվածների միջև կապերը։ Դա միակ ժամանակաշրջանն է, երբ ուղեղը տարեց տարի ավելի ու ավելի է արդյունավետ է դառնում, ու միայն 32 տարեկանում տեղի ունենում կտրուկ բեկում զարգացման ընթացքում ամենահզոր եւ ուղղորդված փոփոխությունը, ապա գալիս է հասուն շրջանը, ամենահանգիստն ու երկարատևը, մոտ 3 տասնամյակ առանց խոշոր վերադասավորումների։ Ուղեղը կայուն է, չնայած հատվածներն աստիճանաբար դառնում են մի փոքր ավելի անջատ։ Սկսվում է այսպես կոչված սեգրեգացիան։ 66 տարեկանից հետո սկսվում է ծերացման վաղ փուլը։ Սպիտակ նյութն աստիճանաբար դեգրադացվում է, կապերը թուլանում են, իսկ մոտավորապես 83 տարեկանում ուղեղը փոխում է աշխատանքի սկզբունքը, անցնելով ինֆորմացիայի գլոբալ մշակումից լոկալի, ավելի հաճախ հենվելով առանձին հատվածների, ոչ թե ամբողջական ցանցի վրա։ Ինչու է սա կարևոր։ Զարգացման այս հանգուցային կետերը հասկանալը օգնում է ավելի ճշգրիտ իմանալ ուղեղի խոցելիության ժամանակաշրջանները, ուսուցման հետ կապված բարդությունները մանուկ հասակում, մենթալ խանգարումները դեռահաս տարիքում, առաջին կոգնիտիվ խոտանները ծերության ժամանակ, այս ամենը կապված է տվյալ փուլում նեյրոնային կապերի վերադասավորումների հետ։ Ու հիմա հետազոտողները ունեն ավելի մանրամասն քարտեզ, հասկանալու համար որտեղ եւ ինչու կարող են առաջանալ այդ խնդիրները։ Զատկի կղզում ամեն ինչ գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հռչակավոր քարե մոնոլիտ արձանները կամ մոաինները ոչ թե մեկ հզոր տիրակալի նախագիծ են, այլ տասնյակ փոքր խմբերի ստեղծագործության արդյունք, որոնք միաժամանակ համագործակցել են ու մրցակցել են միմյանց հետ։ Ու քարհատման հնագույն կոմպլեքսի եռաչափ քարտեզը բացառիկ հնարավորություն է տվել այդ անցյալը տեսնելու։ Զատկի կղզին կամ Ռապա Նուին մոլորակի ամենահեռավոր կետերից մեկն է։ Մոտակա բնակավայրը գտնվում է կղզուց 2000 կիլոմետր հեռավորության վրա։ Հնագիտական տվյալներով առաջին մարդիկ այստեղ են ժամանել 12-րդ եւ 13-րդ դարերի միջև։ Ու հենց նրանք են ստեղծել այն, ինչ այսօր գրավում է հետազոտողներին ու զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից։ Խոսքը գրեթե 1000 հատ հսկայական մոնոլիտ քարե արձանների կամ մոաինների մասին է։ Այս արձանների մեծ մասը պատրաստված է Ռանուր Արակու խառնարանից արդյունահանված հրաբխային տուֆից։ Դրանց միջին բարձրությունը մոտ 4 մետր է, որոշների զանգվածը գերազանցում է 12 տոննան, արձանները ընկալվում են որպես նախնիների խորհրդանիշ ու պահապաններ, որոնք պետք է պաշտպանեն համայնքն ու ամրապնդեն նրա հոգևոր ուժը մանան։ Երկար ժամանակ համարվում էր, որ սա կենտրոնացված աշխատանքի արդյունք է, միակ տիրակալը տալիս էր հանձնարարությունը, իսկ կղզու բնակիչները կատարում էին այն։ Սակայն Բինհեմպտոնյան համալսարանի հետազոտողների խմբի անցկացրած մանրակրկիտ ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում այս սովորական պատկերը։ Գիտնականները առաջին անգամ ստեղծել են քարի գլխավոր հանքավարի ճշգրիտ եռաչափ մոդել օգտագործելով դրոններ ու ֆոտոգրամետրիա։ Այդ քարտեզը թույլ է տվել մանրամասն տեսնել հատիչի յուրաքանչյուր հետք, ստորոտի յուրաքանչյուր թեքություն ու հնագույն վարպետների աշխատանքի բոլոր փուլերը։ Վերլուծությունը ցույց է տվել, որ քարհանքը բաժանված է մոտ 30 անկախ աշխատանքային գոտիների։ Յուրաքանչյուր գոտում քարի վերամշակման ունիկալ հնարքներ են ու սեփական ոճը։ Ընդ որում, արձանի պատրաստման ամբողջ աշխատանքը առաջին հատումից մինչև եզրափակի չղքում իրականացվել է տվյալ գոտու սահմաններում։ Սա ավելի շատ հիշեցնում է առանձին արհեստանոցների
ավելի ցանց, քան կենտրոնացված արտադրություն։ Հետազոտողները ֆիքսել են պատրաստության տարբեր փուլերում գտնվող 426 արձան, ապագա մուայինների 341 փորված ուրվագից, 133 դատարկ նիշը, որտեղից արձաններն արդեն վերցրել են, ու 5 քարեսյուն պարանների ամրացման կետեր, որոնցով արձանները խնամքով իջեցնում էին ստորոտնի վար։ Այս ամենը աշխատանքի կազմակերպման ուղիղ հետքեր են, ու դրանց ընդհանուր պատկերը զարմանալիորեն ապակենտրոնացված է, ու այս պատկերը լավ համաձայնեցվում է այլ հետազոտությունների հետ։ Օրինակ, հսկայական արձանների տեղափոխումը բոլորովին չի պահանջել հարյուրավոր մարդկանց մասնակցություն։ Մի քանի մարդ կարող էր մոային առաջ տանել, ճոճելով այն այս եւ այն կողմ։ Քաղցրահամ ջրի աղբյուրները, ինչպես պարզվել է, նույնպես չէին կառավարվում իշխանության մեկ կենտրոնի կողմից, այլ բաժանված էին տարբեր համայնքների միջև։ Ընդհանուր առմամբ սա խոսում է այն մասին, որ կղզու վրա ապրել է մի քանի ինքնուրույն խումբ, որոնք միաժամանակ մրցակցել եւ աջակցել են միմյանց։ Գիտնականների կարծիքով մոայինների ստեղծումը ոչ թե միակ տիրակալի հրաման էր, այլ սեփական համայնքի ուժը ցույց տալու, նրա կարգավիճակն ամրապնդելու եւ ինքնությունն արտահայտելու միջոց։ Այս տարբերակը փոխում է նաեւ Ռապա Նուիի անկման մասին պատկերացումները, որոնք պոպուլյար էին վերջին տասնամյակներին։ Ավելի վաղ համարվում էր, որ միասնական էլիտան ստիպում էր մարդկանց ավելի ու ավելի շատ արձաններ կառուցել, ինչի հետևանքով հատվում էին անտառները եւ ոչնչացվում էկոհամակարգը, ինչն էլ բերեց հասարակության կործանման։ Սակայն եթե իշխանության միասնական կենտրոն գոյություն չի ունեցել, ապա տիրակալների կործանիչ կառավարման տեսությունը սխալ է։ Պատմությունը պարզեցնել է մինչև միակ ու ոչ խելամիտ տիրակալ դառնում է անհնար։ Նոր աշխատանքը ցույց է տալիս շատ ավելի բարդ ու կենթանի պատկեր, անկախ համայնքներ, ստեղծագործական մրցակցություն, տեղային նախաձեռնություններ ու լանդշաֆտի դանդաղ փոփոխություններ առանց միասնական դիրիժորի։ Այս շաբաթվա գիտական տերմինը էկպիրոտիկ տեսությունն է։ Էկպիրոտիկ տեսությունը տիեզերագիտական մոդել է, մեծ պայթյունի տեսության այլընտրանք։ Համաձայն այս մոդելի, մեր տիեզերքն առաջացել է ավելի մեծ չափման մեջ գտնվող երկու եռաչափ բռանների բախման արդյունքում։ Երբ բռանները մոտեցել են միմյանց ու բախվել, բախման էներգիան առաջացրել է շիկացած պլազմա, սա փաստացի հենց այն պահն է, որը մենք անվանում ենք տիեզերքի ծնունդ։ Սակայն գլխավոր տարբերությունն այն է, որ էկպիրոտիկ մոդելում չկան սինգուլյարություններ ու ժամանակի սկզբի խնդիր։ Միակ սկզբի փոխարեն ցիկլիկ պրոցես է։ Բռանները աստիճանաբար հեռանում են, ապա կրկին մոտենում ու յուրաքանչյուր նման կոնտակտ սկսում է տիեզերական նոր դարաշրջան։ Պարզ ասած, էկպիրոտիկ տեսությունը տիեզերքը նկարագրում է որպես ոչ թե միակ պրոցեսի մեծ պայթյունի, այլ որպես անվերջ տիեզերական բաբախյունի արդյունք։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք մյուս տարի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։